Դիլիջանի գրեթե 130 տարեկան այս ինքնատիպ շինությունը երկրորդ կյանք է ստացել։ 3 տարի առաջ սկսված վերականգնման աշխատանքները ավարտին են մոտենում։ Հեղինակը Նազլուխանյան Գայանն է եղել, էլի ճարտարապետ, եւ իր նախագծով վերականգնվել է Դիլիջանի մասնաճյուղի շենքը։ Արդեն փլուզման ենթակա բան էր դարձել, պատերը ուժեղացվել են, որովհետեւ այդ պատերը շատ վատ վիճակում էին, մետաղական ցանցով բանով ուժեղացվել է, վերականգնվել է իր նախնական տեսքով։ Լրիվ իր նախնական կերպարը պահպանվել է, երկրորդ հարկի պատշգամբը, այնտեղ սենյակները։ Դիլիջանի դիմագծի եւ պատմության մաս կազմող այս շենքում, որն ինքնին թանգարանային արժեք է, 1979-ից գործում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։ Շենքը վերջին անգամ նորոգվել էր հենց այդ ժամանակ։ Շենքը որպես թանգարան ստեղծվել է Հովհաննես Շարամբեյանի ջանքերով, որ այս տան վերջին բնակիչն է եղել եւ կարողացել է այնպես անել, որպեսզի տունը վերածվի թանգարանի եւ թանգարանին է նաեւ նվիրաբերել իր հավաքածուի մեծ մասը։ Շենքը գտնվում է վթարային իրավիճակում եւ Գրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ շուտով արդեն հանդես կգա նոր տեսլականով եւ նոր կարեւոր առաքելությամբ։ Ըստ տնօրենի մասնաճյուղում կվերանայվի թանգարանային իրերի ցուցադրության ձևաչափը, այն կդառնա յուրատեսակ, ժամանակին համահունչ մշակութային կենտրոն։ Այստեղ գալով այցելուն կկարողանա ընդհանուր առմամբ պատկերացում կազմել, թե 19-20-րդ դարերի Դիլիջանում ինչպիսին է եղել կյանքը, կենցաղը, ինչով են մարդիկ հետաքրքրվել, բայց նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով այն դարձնել ավելի հասանելի, ավելի հետաքրքիր, վարպետների հավաքատեղի կդառնա եւ կկարողանանք այստեղ վարպետների աշխատանքները լավագույն կերպով ներկայացնել։ Ունենալու է բազմաթիվ կրթական ծրագրեր, ոչ միայն էլի երեխաների, այլ նաեւ զբոսաշրջիկների համար։ Տնօրենի խոսքով ջանքերը միտված են թանգարանը ցուցանմուշների հավաքատեղիից վերածելու կենդանի միջավայրի, այն դարձնելու սիրելի վայր թե տեղացիների, թե օտարերկրացիների համար, իսկ մինչև այդ դեռ անելիքներ կան, այդ թվում շրջակայքի բարեկարգումը։ Քրիստինե Թորոսյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր